2000-ի հունվարի 5-ին հոկտեմբերի 27-ի դեպքերին օժանդակելու կասկածանքով ձերբակալվում է Հայաստանի ազգային հեռուստաընկերության փոխտնօրեն Հարություն Հարությունյանը։ 96 ժամվա ընթացքում պետք է քննարկվի նրա հանդեպ կալանք կիրառելու հարցով դատարան դիմելու հարցը։ Ձերբակալության պահին Հարություն Հարությունյանը հրաժարվում է պաշտպան ունենալու իր իրավունքից։ Հարություն Հարությունյանին ոչ մի անգամ դատախազությունը չի հրավիրել հարցաքննության, ոչ մի հարց նրան չի ուղղել։ Հարություն Հարությունյանը ձերբակալվում է տեղեկատվության եւ գրատարակչության վարչության պետ Տիգրան Հակոբյանի աշխատասենյակից դուրս գալուց հետո։ Ենթադրում էի, որ գոնե դեպքից անմիջապես հետո վարչության պետը պետք է կապվեր ազգային հեռուստատեսության ղեկավարության հետ եւ տեղյակ պահել, որ իր համար տհաճ նման միջադեպ է եղել։ Միայն այդ փաստի առթիվ, որ ազգային հեռուստատեսության փոխտնօրենը ձերբակալվեց վարչության շենքում, փորձում են դրանից հետևություն անել, որ այս վարչությունը գեստապոյի դեր է կատարում։ Ըստ Տիգրան Հակոբյանի ամենևին էլ էական չէ, թե որտեղ է ձերբակալվել Հարություն Հարությունյանը։ Էականն այն է, որ նրան ձերբակալել են 27-ի դեպքերի կապակցությամբ։ Հարություն Հարությունյանին ինքը լավ չի ճանաչում եւ նրան իր մոտ էր հրավիրել ազգային հեռուստատեսության ֆինանսական խնդիրներին անդրադառնալու համար։ Եվ նրան իր եթերով պաշտպանելու փոխարեն Տիգրան Նաղդալյանը լավ կաներ հաշվի առնել ուրիշ բան։ Ավելի լավ է նա վերլուծեր, որը մտահոգվեր այն բանով, որ շարունակվում են ձերբակալվել հենց իր ենթակայության գտնվող մարդիկ։ 2000-ի հունվարի 7-ին Ձմեռ Պապնարինջ գյուղի երեխաներին է այցելում ձիու վրա։ Երեխաներն անամփեր սպասում են նվերներին։ Այս գյուղում է ապրում գործարար Գագիկ Ծառուկյանը, հենց նրա կառուցած եկեղեցու դիմաց եւ նրա փողերով էլ տեղի է ունենում ամբողջ արարողությունը, մինչդեռ եկեղեցում այդ պահին Սուրբ Ծննդյան պատարագ է։ 2006-ի այս օրերին մշակույթի նախարար Հովիկ Հովեյանի անունը դառնում է սկանդալի առիթ։ Նախարարն ըստ լուրերի որդու հետ զինված հարձակվել է Հայ էլեկտրացանցեր ընկերության Երևանի մասնաճյուղերից մեկի աշխատակիցների վրա։ Բանաստեղծ նախարարը հերքում է այս փաստը։ Գործակալություններից մեկը գրել էր, որ նախարարը եւ իր որդին Հայ էլեկտրացանցեր ընկերության մասնաճյուղի գրասենյակ էին ներխուժել այն բանից հետո, երբ Մաշտոցի 58 հասցեում գտնվող իրենց շենքը հոսանքազրկվել էր վթարի հետևանքով։ Հունվարի 5-ին Հովիկ Հովեյանը խոստովանում է այս փաստը եւ անմիջապես ներկայացնում հրաժարական։ 2011-ի հունվարի 7-ին տհաճ անակնկալ էր սպասվում Մերգելյանի ինստիտուտի մոտակայքում փողոցային առևտրով զբաղվողներին։ Փողոցային առևտուրը վերացնելու որոշում է կայացրել քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ այս մարդիկ այլևս իրավունք չունեն զբաղվելու դրանով։ Նույն օր նահազանգ է հնչում այն մասին, որ Իրիկունը Ընդդիմադիր Հանրապետություն կուսակցության գրասենյակը գողեր են մտել։ Վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ գողությունն է այդ գրասենյակից։ Ամեն ինչ տակնի վրա է արված, դարակներս դարձյալ քրքրված են, ծրարները պատրված, ինչից փաստաթղթերը ակնհայտորեն ինչ-որ բան են փնտրել, ինչ-որ փաստաթղթեր են փնտրել նաև քաղաքորդի նախագահ Արամ Սարգսյանի սենյակում։ Այնուամենայնիվ գրասենյակից բացակայող փաստաթղթերի մասին դեռ տվյալներ չկան։ Արտակ Զեյնալյանը համոզված է, որ այս ներխուժումը կապված է անձամբ իր հասարակական քաղաքական իրավապաշտպան գործունեության հետ։ Որևէ կերպ չեմ դադարեցնել իմ գործունեությունը, շարունակել եմ ինչպես շարունակել եմ, նույն ինտենսիվությամբ։